Լսիր ժողովուրդ հայտագիրն է Հայաստան ձայնասփյուռի եթերում։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Սիրով ողջունում ենք ձեզ Հայաստան ձայնասփյուռի սիրելի ունկնդիրներ։ Եթերում Լսիր ժողովուրդ հաղորդաշարն է եւ ձեզ հետ եմ ես Հայկուհի Դանիելյանս եւ Տեր Հուսիկը Աննա Սարգսյանս։ Տեր Հուսիկը Շաղյոյի Սուրբնշան եկեղեցու հոգևոր հովիվն է։ Այո։ Մենք ձեզ հետ ենք յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10:15-ին եւ կրկնությունը կարող եք լսել յուրաքանչյուր կիրակի ժամը 13:00-ին։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Այսօր այս գեղեցիկ տաղավարում քննարկելու ենք որ հարցը ընտանիքի հարցը, անցյալ անգամ խոսեցինք հարսանիքից, այսօր խոսենք հարսանիքի պտուղի մասին, ընտանիքի մասին։ Ուրեմն հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ իրենք կարող են իրենց հարցերը, առաջարկությունները եւ ինչու ոչ քննադատությունները ուղարկել անտեն shnik@radioarmeni.com էլեկտրոնային հասցեին կամ Radio Armeni-ի Facebook-յան էջին գրել եւ մենք կփորձենք կամ ներառել թեմաները մեր առաջիկա եթերների մեջ կամ առանձին հարցերին անդրադառնալ Հայկուհու տված հարցերի միջոցով։ Շնորհակալ եմ ու սկսենք առաջին հարցից, սկսեմ ավելի շուտ փոքրիկ մի փոքր ներկայացնեմ ինչ նյութ եմ պատրաստել ընտանիքի մասին, հետո կուղեմ ձեզ հարցերը։ Ուրեմն Ջորջ Սանտայանան, ամերիկացի փիլիսոփան ասել է. ընտանիքը բնության գլուխ գործոցներից է։ Ժամանակակից ընտանիքը, որպես սոցիալական ինստիտուտ, ենթարկվում է որոշակի սոցիալական նորմերի, կանոնների, ունի իրավունքների ու պարտականությունների մի շրջանակ, որոնցով կարգավորում են հարաբերությունները ամուսինների, ծնողների եւ երեխաների միջև։ Ընտանիքը միավորում է ընդհանուր բյուջետային ծախսերով կապված մարդկանց, որոնք բնակվում են նույն տարածքում, նույն տանիքի տակ, ընտանիք եւ ունեն կենսաբանական ընդհանրություն, ծնողներ եւ զավակներ։ Ընդունված է տարբերել ընտանիքի մի քանի տեսակ. պարզ, բաղկացած ամուսնական զույգից եւ զավակներից, բարդ, երբ ծնողներից եւ զավակներից բացի կան նաեւ տատիկ, պապիկներ կամ ամուսինների ազգականներից մեկը կամ մի քանիսը, որդեգրած կամ էլ խնամքի տակ գտնվող երեխա կամ երեխաներ։ Ըստ երեխաների թվի ընտանիքները լինում են սակավազավակ 1-ից 2 երեխա, միջին թվով 3-ից 4 երեխա եւ բազմազավակ 5 եւ ավելի։ Ըստ ամուսնության ձևի ընտանիքները լինում են մենամուսնական եւ բազմամուսնական։ Տարբերակում են նաեւ լրակազմ ընտանիք, երբ համատեղ ապրում են ամուսիններն ու զավակները եւ ոչ լրակազմ, երբ նրանցից մեկը բացակայում է։ Ամուսնական հարաբերությունների ընթացքում ամուսինների միջև ձևավորված հարաբերությունների առումով ընտանիքները լինում են էգալիտար, այսինքն հավասար, երբ ընտանիքում հաստատված է ամուսինների իրավահավասարություն եւ ինքնիշխան, երբ հարաբերությունները հիմնված են ամուսիններից մեկի տնտեսական գերիշխանության վրա։ Սրա մասին էլ հարց եմ առանձին ուղղելու։ Ներկայումս նկատվում են ընտանիքի զարգացման երկու տարբեր միտումներ։ Մի կողմից ընտանիքի հետագա ամրապնդում, նրա անհատականության եւ հասարակական դերի բարձրացում, մյուս կողմից ընտանիքի թուլացում, ապահարզանների թվի աճ, համատեղ կյանքի ու հետաքրքրությունների նվազեցում։ Հայ ժողովրդի համար ընտանիքը սրբություն է, ավանդույթների, սովորույթների, մշակույթի, դաստիարակության եւ բազմաթիվ այլ հատկանիշների կրողն ու փոխանցողը։ Հիմա ես կարդում եմ ձեր գիրքը, որ դուք ինձ նվիրել եք։ Հուսամ հաճույքով։ Շատ իհարկե, շատ խորն է ու շատ հետաքրքիր իրականում։ Սերը երբեք չի անհետանում։ Ու կարդալով իմ մոտ հարց առաջացավ, այսօր այս հարցը ձեզ ուղղել, ինչպես ինքներդ կձևակերպեիք ընտանիք եզրույթը։ Իմ կարծիքով ես անձնական շուտ ձևակերպման համար շատ փոքր մարդ եմ, պետք է ավելի երևի թե նայենք հենց այն լեզվաբանական եզրույթին, որի մեկնաբանությունը դու իդեպ տվեցիր, հա, ընտանիք բառը հայերենում բարդ բառ է, որը կազմված է ընդ, տուն եւ իք վերջացանցից, այսինքն մեկ տան մեջ ապրող կամ մեկ տանիքի տակ ապրող մարդկանց մասին է խոսքը։ Իհարկե, հաշվի առնելով որոշակի ազգային մշակութային շերտեր, մեկ տանիքի տակ կարող են շատ ավելի մարդիկ ապրել, շատ ավելի, եթե տուն հասկացությունը դիտարկենք որպես բնակատեղի։ Այնտեղ կան երեխաները, որոնք իրականում ընտանիքի պտուղն են,
Եվ այնտեղ կարող են լինել նաև այսինքն հարազատներ, ծնողներ, որոնց պտուղը հանդիսանում է նորաստեղծ ընտանիքը։ Իսկ եթե հարցը բերեն քրիստոնեական մտածելակերպի մեջ, ընտանիքը սրբազան եռամիասնություն է։ Մենք սովորենք տեսնել երկմիասնություն, բայց եռամիասնություն է հայր, կին եւ Աստված։ Այս եռանկյունու մեջ է, որ ընտանիքը դառնում է կատարյալ եւ բերում է իր ճշմարիտ պտուղները։ Փաստացիորեն ընտանիքի տանիքը կտուրը Աստված է, որ պիտի լինի։ Այդ դեպքում է քրիստոնեական ընկալման մեջ ընտանիքը դառնում լիարժեք եւ լիակատար։ Շնորհակալ եմ, իմ համար էլ նոր բացահայտումներ եմ անում ամեն մեր հաղորդման ժամանակ։ Եթե ընտանիքը ընդհանուր խոսենք, իսկ եթե խոսենք հայկական ընտանիքի մասին, ինչպիսին է հայկական ընտանիքը, ինչով է տարբերվում միգուցե այլ ազգերի ընտանիքներից։ Ասեմ, որ շատ գովելի է, որ հայ ընտանիքը դեռևս համարվում է որպես ամուր եւ օրինակելի միություն համեմատաբար ուրիշների առանց քննադատության։ Դա նկատելի է։ Միայն այն, որ հայ մարդը գիտակցում է, որ ընտանիքը սուրբ արժեք է, ասում եմ գիտակցում է, որքանով է այդ սրբությունը հասկանում եւ կիրառում, դա հարցի երկրորդ կողմն է։ Եվ այդ ընտանիքը անձեռնամխելի է եւ ընտանիքը պետք է ամեն կերպ պահվի, պահպանվի, խնամվի, հոգ տարվի, բարգավաճի բոլոր տեսանկյուններից, դա արդեն ցույց է տալիս, որ հայ գիտակցության մեջ, հայ ըմբռնման մեջ ընտանիքը շատ մեծ կարևորություն ունի։ Դրանում անշուշտ մեծ դերակատարություն ունի մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր ընկալումները, մեր քրիստոնեական հավատքը, բայց ես կուզեմ մի փոքրիկ մեջբերում կատարել 19-րդ դարից Մուրացյանից, Գևորգ Մարզպետունի իր պատմավեպի մեջ Մուրացյանը Մարզպետունու շուրթերի մեջ է դնում մի շատ կարևոր բանաձև, ասելով, որ ամուր պետության, ամուր հասարակության հիմքը ամուր ընտանիքն է։ Եվ ես կարծում եմ, որ մեր հայության դարավոր կեցության գաղտնիքը հենց այստեղ է, որ մենք ընտանիքը չենք ունեցել պետություն, բայց փորձել ենք կառուցել ամուր ընտանիքներ։ Ամուր ընտանիքը միայն այն չէ, ինչ որ այսօրվա սոցիալ հոգեբանները օրինակ կարող են քննարկել, մանրացնել կամ բազմացնել, տեսնել խնդիրներ, ընտանիքը անձեռնմխելի է հայի համար եւ ընտանիքը այն օղակն է, որը ինքը պետք է պաշտպանի։ Պաշտպանելով ընտանիքը կպաշտպանվի նաեւ պետությունը, կպաշտպանվի նաեւ հայրենիքը։ Մոտավորապես այս եզրույթից առաջ գնալով ես կարող եմ ասել, որ ընտանիքի գիտակցությունը դեռևս բառը կուզեմ նորից ընդգծել, դեռևս կենթանի է եւ գործուն է եւ շատ կարեւոր է եւ պետք է որ այդպես է շարունակվի։ Հենց եթե մտածենք, հենց ընտանիքը պաշտպանելով, ընտանիքը մեր հայրենիքի մոդելն է փոքրիկ, որ այո, բջիջն է, այն բջիջն է, Մարզպետունը հենց այդ մասին է խոսում, իհարկե կարելի է ավելի բացել Մարզպետունու խոսքը, բայց հենց այդ մասին է խոսում, որ իր տեսեք ընտանիքը մի հաստատություն է, որտեղ պետք է տիրի սերը, չէ՞, իսկ սերը ինչ է։ Մենք մեկ անգամ արդեն սեր եւ սիրալավություն զրույցի ժամանակ ասենք, սերը դիմացինին բարիք գործելու, լավը տալու, նվիրվելու, կրոնա եկեղեցական զոհաբերվելու, լավագույնը զոհաբերելու ձգտումն է։ Դա կարող է լինել քո ծնողների հանդեպ, դա կարող է լինել զավակների հանդեպ, բայց դա նաև պետք է լինի ընտանիքի բուն կորիզը կազմող ամուսինների առաջին հերթին, որպես ուրեմն ճառագայթ տարածվի նաև մյուս հարթությունների վրա։ Ուրեմն եթե այդ երևույթը կա, այդ սերը կա, նշանակում է ընտանիքը ունի այն կարևորությունը, որ դու կարող ես քո ֆինանսական, ժամանակային եւ անգամ կյանքդ զոհաբերելու աստիճանի պատրաստ ես պաշտպանել այդ ընտանիքը, ընտանիքի անդամներին, ընտանիքը որպես սրբություն եւ գաղափար։ Եվ նույնը վերաբերում է նաև օրինակի համար հայրենիքին կամ սիրո այլ օբյեկտներին։ Շնորհակալ եմ հարցից պատասխանելու համար։ Իսկ ինչքանով է հայ մարդը լավ ընտանիքի հայր կամ մայր։ Հետո այսպեսի մի բան կա մեր հայերի մեջ, ինչ լինում է, ասում եք, ինչ անում ենք, մեր երեխաների համար ենք անում։ Շատ հաճախ երեխա ունենալուց հետո կողակից անցնում է երկրորդ պլան, ու ամեն ինչը սերն ու ուշադրությունը ավելի շատ տրվում է երեխաներին։ Եթե բխեցնեմ քո հենց հարցից, ես չէի ուզի, որ մեր զրույցը գնար դեպի հայր եւ մայր, որովհետեւ դրա համար մենք առանձին նյութ պետք է ունենանք ծնողներ, զավակներ, այդ փոխհարաբերությունների մասին, որովհետեւ հարցը դա էր, թե ինչքանով է հայ տղամարդը լավ հայր եւ հայ կինը լավ մայր, որովհետեւ ինչու
նրբություն կա, մարդիկ կարող են լինել հայր եւ մայր առանց ընտանիք կազմելու։ Դա հնարավոր է տեսականորեն, բայց ոչ տեսականորեն, ոչ գործնականորեն հնարավոր չէ լինել ամուսիններ առանց ընտանիք կազմելու։ Ուրեմն ես ավելի շատ կուզեմ խոսել կնոջ եւ տղամարդու լավ եւ վատ իրենց դերերը հասկանալու եւ դրանք արդարացնելու տեսանկյունից։ Այդ տեսանկյունից ուրեմն պիտի ասեմ, որ առանձին վերցրած տղամարդը իր դիրքերի մեջ, կինը իր դիրքերի մեջ, մեր հայկական իրականության մեջ բավական լավ է ամեն բան ընթանում, այսինքն չկա դերերի խառնում, չկա ծայրահեղացումներ երևույթների մեջ, բայց միասին որպես ընտանիք համակարգված աշխատելու տեսանկյունից մենք ունենք շատ խոցելի տեղեր եւ բազմաթիվ խնդիրներ։ Եվ այդ բոլոր խնդիրները ունեն անշուշտ իրենց լուծումները, բայց այդ խնդիրների լուծման ակունքը ըստ իս հոգեվոր եւ խորը գիտակցության պակասից է։ Օրինակ բերեմ, ամեն տղամարդ էլ կարծում է, որ ինքը պետք է հոգա, որքան դա հնարավոր է, առավել քան կինը պետք է հոգա ապրուստը։ Գուցե լինեն ֆեմինիստներ, որոնք կհակառակվեն իմ ասածին, բայց ես համաձայն եմ։ Այո, ըմբռնողությունը այդպիսին է եւ կարծեմ թե այո, հայ տղամարդը գիտի, որ եթե ինքը ընտանիք կազմեց, ինքը պետք է քրտինք արյուն թափի, որպեսզի կարողանա իր ընտանիքը պահել։ Եվ յուրաքանչյուր կին էլ գիտի, որ ինքը օջախի մեջ պատասխանատու է արդարացնելու ներսի պատն է օջախի։ Իդեպ ներսի պատը լավ ասեցիր, ուրեմն մենք ունեցել ենք Կիրիքիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյան, որը ուրեմն մի գրության մեջ շատ հետաքրքիր միտք է ասում է հայի օջախը, հայի ընտանիքը եկեղեցի է, եկեղեցու պես, եւ այդ քահանան այդ եկեղեցում հայ մայրն է, հայ կինն է, պատերից ներս, այսինքն նույն այդ սրբության մաքրության գաղափարը կա եւ ճիշտ օջախը կառավարելու ընտանիքը կառավարելու։ Ուրեմն առանձին ասածս այդ է, տղամարդը եւ կինը կարծես թե իրենց ընտանեկան ֆունկցիոնալությունը, իրենց ես ասում եմ պատիվները, որ կան, ճիշտ հասկացել են։ Չնայած ես չեմ ասում, որ դա անպայման այդպես երբեմն դրանք կարող են խառնվել, փոխվել եւ այլն։ Բայց երբ որ երկուսը պիտի գան արդեն միասին այդ բոլորը իրականացնելու, ոչ թե ամեն մեկը առանձին իր պարտականությունը, այդտեղ շատ հաճախ լինում են բախումներ, անհասկացողություններ, ճնշումներ, խնդիրներ եւ տարատեսակ հարցեր, որոնք, ինչպես ասացի, լուծման կարոտ են։ Ու ինձ թվում է, ես նյութը, երբ որ նյութի մասին ծանոթացման Երբ նյութին էի ծանոթացնում, այսպեսի մի բան ասեցի, ընտանիքները լինում են երկու տեսակ, էգալիտար եւ ինքնիշխան։ Մեր հայրականության մեջ ամեն դեպքում ինքնիշխան են։ Ինքնիշխանությունը ավելի շատ է։ Եվ սա հենց խնդիրներից ամենամեծն է։ Եթե կարողանային այր եւ կին ավելի ճիշտ հասկանալ, ըմբռնել եւ համագործակցել ընտանիքի ներսում, կլիներ այդ էգալիտարը, որը եւ ողջունելի է եկեղեցու եւ քրիստոնեության տեսանկյունից, միշտ ողջունելի է։ Բայց այդ դեպքում ինչի են վերադառնամ հենց պսակի ժամանակ, երբ որ ընտանեկան կյանքի ընթացքում, ասենք, կինը ինչ որ բան այնպես չի անում, ինչպես ամուսինն է անում, ասում, կարող են ասենք կատակով ասել եկեղեցում ասել ես լսում եմ դերեմ հնազանդ եմ, դե հնազանդ եղի այս դեպքում։ Սա մի խոր աստվածաբանական հարց է, որը շատ ցավում եմ, որ մեր զույգերը չեն ուզում ճիշտ հասկանալ եւ շատ հաճախ անգամ մի տեսակ համահրանքով եւ հումորով են վերաբերում։ Իրեւ ֆրանսահայերը գերադասում են անգամ այդ պահը շրջանցել, որպեսզի չլինի արարողակարգի մեջ, որպեսզի միտում էլ գոյություն ունի, կնոջ եւ տղամարդու հավասարությունից ելնելով, բայց սա կնոջ եւ տղամարդու պաշտոնների, պատիվների ընդգծումն է Աստծո կողմից։ Եվ սա Աստվածաշնչից է գալիս։ Եփեսացիներ ուղղված նամակում է Պողոս Առաքյալը ասում։ Բայց մեկ ուշադրություն թող դարձնեն մեզ ունկնդրող տղամարդիկ խնդրում։ Երբ որ Պողոս Առաքյալը սկսում է ցիտել այս հատվածը, ասում է հնազանդվեցեք իրար Աստծո առջև։ Այսինքն հնազանդությունը հավասարապես վերաբերում է թե տղամարդուն եւ թե կնոջը։ Ապա Պողոս Առաքյալը բերում է մի օրինակ, ասելով, որ տղամարդու եւ կնոջ հարաբերությունները նման են Քրիստոսի եւ Քրիստոսին հավատացողների եկեղեցու հարաբերություններին։ Ինչպես որ Քրիստոս մեր Տերն է եւ մեր Փրկիչն է եւ իր կյանքը տվեց, այսինքն լավագույնը արեց, ամենաթանկը տվեց, որպեսզի փրկի մեզ իր արյամբ հավատացյալներից, փրկության արժանացի, այդպես եւ տղամարդը պարտավոր է իրեն պատից պատ տալու, կաշվից դուրս գալու, բայց միևնույն է
պահպանելու եւ պաշտպանելու, տեր եւ պաշտպան լինելու իր կնոջը եւ իր ընտանիքին, որպես տղամարդ։ Սա ոչ թե տղամարդու գերազանցությունն է ցույց տալիս, պատկերացու տղամարդուրը ինչ ծանր բեռու պարտականություն է դնում։ Ասում հետո միտեղ էլ ասում է տղամարդիկ պիտի սիրեն իրենց կանանց ինչպես իրենց անձերը, որովհետեւ ոչ ոք չի ատում իր անձը։ Բոլորս է սիրում ենք մեր անձը։ Այդպես եւ կնոջը պիտի սիրեն որպես իրենց անձերը, որ պատրաստ լինեն իրենց զոհելու իրենց կողակիցների համար։ Հարցը երբ որ բերում ենք կանանք այստեղ մի քիչ թրջվում են, ասում են մեզ հնազանդության, հիշեցնեմ հնազանդության կոչը նաև տղամարդկանց է տրված ըստ Աստվածաշնչի։ Եվ երբ որ կանանց բերում ենք հնազանդության դաշտ, ասելով խոստանում ես արդյոք հնազանդ լինել, այս բարի ներքո պետք չէ հասկանալ ստրկություն, տնային տնտեսուհու, այդպես ստորացված կարգավիճակ, այլ ընդհակառակը Քրիստոսի եւ եկեղեցու օրինակն է նորից բերվում։ Չէ՞ որ երբ որ մենք որպես հոգեվոր անձի ենք, որպես հավատացյալներ, ասում ենք մենք հավատում ենք Աստծուն, հնազանդվում ենք Աստծո պատվիրաններին, մենք չենք դառնում Աստծո ստրուկները, ծառաները, որովհետեւ նա ով Տեր է, ճիշտ իր դիրքերում է, որովհետև կա սիրո հարաբերություն իմ եւ Քրիստոսի միջև, այդ նույն հարաբերությունների կոչը Պողոս առաքյալը տղամարդու եւ կնոջ միջև, ասելով հնազանդվեցեք Աստծուն, որպեսզի ճիշտ կետի վրա հասկանաք, ինչ է նշանակում Տեր լինել, ինչ է նշանակում հնազանդ լինել։ Հնազանդ լինել նշանակում է հարգել տղամարդուն, ձեռք-ձեռքի իր հետ միասին կառուցել այդ ընտանիքը եւ անել հնարավոր ամեն բան, որպեսզի ընտանիքի մեջ պահպանվի խաղաղություն, սերմ եւ ջերմություն։ Եթե այս բոլորը կինը անի, արդեն այդ հնազանդությունը կգա եւ կամաց կընկնի իր տեղը։ Իսկ քանի դեռ մենք մտածում ենք, որ այդտեղ ինչ որ առումով ստորադասման եւ գերադասման պարագա կա, արդեն մենք գիտակցորեն տրամադրում ենք մեզ ընդդիմանալու այդ գաղափարին։ Զուտ որպես պատմական էքսկուրս գուցե մի քիչ նյութից շեղում լինի, բայց ասեմ, որ երբ որ Պողոս առաքյալը այս խոսքը հայտարարում էր, ինքը կնոջը առաջին դարի կնոջը բարձրացնում էր, ամենաբարձր կետին էր հասցնում։ Ինչու՞, որովհետև այն միջավայրը հեթանոսական եւ հրեական, որտեղ որ Պողոս առաքյալը շրջում եւ քարոզում էր եւ գրում էր, կնոջը վերաբերում էր որպես առարկայի։ Կինը իրավունքներ չուներ, ընտրության հնարավորություն չուներ։ Տղամարդը կուզեր այդ կնոջը դուրս կշպրտեր, կուզեր կպահեր, ինչ ուզեր կարող էր անել, կամ այս սեղանը, որի շուրջ մենք նստենք, կամ կինը այդ աշխարհի մտայնության համար մեկ էին։ Հիմա պատկերացու Պողոս առաքյալը գալիս ասում է ստոպ։ Տղամարդը թող մնա իր ճիշտ դիրքերի վրա եւ ինքը իր կնոջը բարձրացնի։ Եվ ուրեմն Պողոս առաքյալը կնոջը բերում եւ հավասարացնում է տղամարդու հետ այդ հնազանդության կոչով, նրան տալիս է իրավունքներ ընտանիքի մեջ։ Եվ այդ իրավունքները ձևակերպում է աստվածաբանորեն Քրիստոսի եւ եկեղեցու փող հարաբերություններով։ Եվ դրանից հետո ուրիշ միտեղ արդեն ասում է Քրիստոսի առաջ Աստծո առաջ չկա խտրություն տղամարդու եւ կնոջ միջև, տարբերություն չկա, Աստծո համար բոլորը մեկ են եւ հավասար են։ Եվ այդ հավասարությունը, ինչ որ դու ասեցիր, ոչ թե ավտորիտար համակարգ, այլ հավասարությունը պետք է տիրի ընտանիքից ներս։ Կինը գնահատի իր ամուսնուն եւ տղամարդը սիրի իր կնոջը։ Ամեն բան սիրո, հարգանքի եւ գնահատանքի մեջ եթե լինի, այդ խնդիրը երբևիցե չի առաջանա։ Շնորհակալ եմ շատ պատասխանի համար։ Այսպիսի մի հարց եմ ուզում ուղղել, ինչպես եք վերաբերվում ավագ սերնդի ներկայությանը երիտասարդ նորածին ընտանիքի կայացման հարցում։ Էլի վիճելի sense այո, կրվախնդրներից է։ Տես, եթե մենք նկատի ունենք հարցի ձևակերպումը իրենց ներկայությունը ֆիզիկական ներկայության մասին նկատի ունես, թե իրենց երկուսն են։ Շատ բարի։ Այսինքն միասին ապրելու մասին է խոսքը նաև։ Միասին ապրելու մասին ու այսպիսի մի բան, որ իրենք շատ բան են կառավարում դեռևս, որ երիտասարդները ասենք դեռ փոքր են, շատ բան չեն հասկանում ու կարևոր որոշումները հենց ասենք ավագ սերունդն է երբ որ որոշում։ Շատ հաճախ է երիտասարդներից ինչ որ մեկը հանձնում է հենց ղեկը ձեռքը։ Հա, պատասխանատվությունը չի ուզում վերցնել։ Տեսեք, այո։ Միտող կա Աստվածաշնչի մեջ, որ ծնողները շատ չեն սիրում, անմիջապես Հիսուս Քրիստոսի շուրթերից է դուրս գալիս այդ խոսքը նաև, ասում է տղամարդը պիտի թողնի իր հորը եւ մորը, սա հավասարապես վերաբերում նաև կնոջը, եւ պիտի գնա իր կնոջ ետևից եւ երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Ուրեմն
Երբ որ տեղի ունենում պսակադրություն կամ ամուսնություն, ստեղծում են նոր թագավորություն, դառնում են թագավոր եւ թագուհի, այր եւ կին։ Սա առանձին թագավորություն է, սա առանձին իշխանություն է, եւ այդ թագավորության մեջ ոչ մեկ բացի Աստծուց ասելիք պիտի չունենա։ Բացառությամբ, եթե նոր թագավորը եւ նոր թագուհին, նոր ստեղծված ընտանիքի անդամները հաշվի առնելով իրենց ծնողների փորձառությունը, ինչու՞ չէ, իրենց խաչեղբայր քավորի օգնականությունը, հոգեվորականների, հոգեբաների, իրենք թույլ տան, որ ուրիշ մարդիկ գան եւ իրենց խորհուրդ տան եւ իրենց կյանքին որևիցե ձև մասնակցեն իրենց փորձառությամբ, դրականորեն մասնակցեն, ոչ թե խառնակցությամբ, չգիտեմ, այդ կիսուր զոքանչ այդ հարաբերություններով։ Ուրեմն ասածս այն չէ, որ սխալ է համակեցությունը մի տանիքի տակ, հատկապես եթե չկան դրա համար սոցիալ նյութական անհրաժեշտ հնարավոր պայմաններ ապահովելու, բայց իմ կարծիքով ավագ սերնդի ներկայացուցիչները շատ ավելի պետք է խորագետ լինեն, որպեսզի իրենց չստացված փորձառությունը չբարթեն նոր կազմվող ընտանիքի վրա, այլ միայն ու միայն օգնեն, զորացնեն եւ միայն երջանկությունը ցանկանան։ Հակառակ դեպքում ես անձամբ որպես 3 երեխաների հայր հերևս վաղը մյուս օր կնախընտրեմ իմ զավակին թույլ տալ ինքը առանձին կայանա, ինքը առանձին ստեղծի իր ընտանիքին առանձին իր թագավորությունը կառուցի, չէ՞ որ այր եւ կին մեկ մարմին եղան։ Ուրեմն թողնել հորը եւ մորը արտահայտությունը հենց վերաբերում է դրան, որ թողեք, որ մարդը առանձին ընտանիք կազմի, թողնում է իր հորը եւ մորը, իսկ ինքը առանձին միավոր է կազմում, ինքը այլևս այդ ընտանիքի իր նախկին ծնողական ընտանիքի զավակը չէ, որովհետեւ դուք արդեն երբ որ խորանի արչեւ տեսակ արտոնեցիք, որ ձեր տղան կամ ձեր աղջիկը գնա ուրիշ տղայի կամ աղջկա հետ հակառակ սեռի հետ ընտանիք կազմի, դա առանձին ընտանիք է։ Դրա մեջ խառնակցությունը մտնել, որոշում կայացնելը, այդ բոլորը միայն ու միայն վնասակար երևույթներ են, բայց ինչևէ նորից ընդգծում եմ, որ հաշվի առնելով խորագետ ծնողների խորհուրդը եւ փորձառությունը երիտասարդ սերունդները կարող են շատ ավելի ճիշտ կազմակերպել իրենց ընտանեկան կյանքը։ Այսինքն կուզեմ ասել, որ հակառակ ծայրեղություն է կա, որ երբեմն երիտասարդները առհամարում են ծնողների կարծիքը, ծնողների խոսքը, ծնողների փորձառությունը եւ դրանից իրենք շատ ավելի լավ վիճակի մեջ չեն ընկնում։ Ոսկե միջինը ամենաճիշտն է ի վերջո։ Ինչպես ամեն հարցում ամենտեղ։ Շնորհակալություն Տեր Հուսիկ։ Ամփոփելով մեր այսօրվա զրույցը, կուզենայի խոսենք ինչպես անել ամեն դեպքում, որ մեր հայ ընտանիքները առողջ ու երջանիկ լինեն։ Դուք մի ամբողջ գիրք եք այդ մասին գրել։ Այո։ Փորձենք մի քանի նախադասությամբ երևի այդ ամփոփել գիրքը կստացվի։ Շատ լավ երկու բառ ասեցիր՝ առողջ եւ երջանիկ։ Սա կենացների մեջ հնչող ստատիստիկորեն ամենաշատ հնչող բառն է, չէ՞, եղեք առողջ, եղեք երջանիկ։ Որպես ինչ որ մի բան առողջ լինի, երկու տեսակ գիտակցություն պետք է հասունացվի, կամ պետք է ընդունել, որ ինչ որ մի բան հիվանդ է եւ պետք է առողջացնել, կամ պետք է ընդունել, որ առողջ է եւ չպետք է հիվանդացնել։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ուրեմն նորից իմ ամենասիրելի բառերն են գալիս, գիտակցվածության մակարդակը մեր զույգերի մոտ պետք է շատ բարձր լինի, ինչ է ընտանիքը, ինչ ենք ընտանիք կազմում եւ ինչ կա ընտանիքի ներսում։ Ընտանիքը կազմելը մեծ պատասխանատվություն է, չափազանց մեծ։ Եվ այդ պատասխանատվությունից փախչելը արդեն ընտանիքը անառողջ վիճակի մեջ գցելն է։ Եթե ունես այդ վիճակը կամ ցանկացած այլ տեսակի խնդիր, պետք է այդ խնդիրի ճիշտ անալիզը արվի, ճիշտ հասկացվի եւ ճիշտ գնահատական տալով ճանապարհ անցնի, փորձելով փոխել։ Եվ այդ գործի մեջ նորից եմ հիշեցնում, շատ կարևոր դեր կարող է ունենալ խոստովանահայրը, հոգեվորականը, եթե անհրաժեշտ կա մասնագիտական խոր միջամտության, նաեւ հոգեբանները։ Նաեւ որոշ դեպքերում փորձառություն ունեցող որոշ ազգականներ, հարազատներ կարող են ովքեր հաջող ու երջանիկ ընտանիքներ ունեն։ Անպայման, ոչ թե իրենց անհաջող փորձը կփաթաթեն մարդկանց պարանոցին, այլ կօգնեն, որպեսզի իրավիճակը բժշկվի, շտկվի եւ մարդիկ դուրս գան։ Երկրորդ կետը, եթե մենք ձգտում ենք դեպի երջանկության, մենք պետք է լավ հասկանանք ինչ բան է երջանկությունը, որովհետեւ իրականում երջանկությունը շատ սուբյեկտիվ մի բան է։ Ամեն մարդ երջանկության իր պատկերացում ունի։ Ես սա զույգերին շատ հաճախ եմ հիշեցնում։ Բայց ամուսնությունը հենց այն է, որ ես իմ երջանկության մոդելը եւ դու քո երջանկության մոդելը բերում ենք, դնում ենք ընդհանուր զոհասեղանին եւ դարձնում ենք մեր երջանկությունը։
Հոգեբանները ասում են երջանկությունը այն է, ինչ մեզ պակասում է։ Այն ինչ որ մարդուն պակասում է եւ մարդը ուզում է լցնել, դա երջանկության պակասն է եւ լցնելը երջանկության զգացումով է։ Ուրեմն զույգը պետք է ձգտի հետեւաբար հասկանալ թե դիմացինը ինչ է ուզում, ինչ է ցանկանում, ինչ է պակասում իրեն երջանիկ լինելու համար։ Դիմացինին երջանկացնելով դու դառնում ես շատ ավելի երջանիկ։ Իսկ դիմացինին երջանկացնելու առաջին եւ ամենասահուն ճանապարհը էգոիստ չլինելն է։ Երբ որ դու էգոիստ ես միայն ինձ ընտանիքում ես եմ որոշում, ես եմ անում, ես եմ տալիս, դու մի խոսի, դու իրավունք չունես եւ այլն, այս սկզբունքով երջանկությունը սկսում է փախչել, բայց երբ որ մտածում ես, որ չէ, դիմացինին տամ այն ինչ որ ինքը, ինչի կարիք որ ինքը զգում է, այդ ժամանակ ընտանիքը սկսում է արդեն ապակինվել եւ երջանկանալ։ Այս երկու կետերը, որոնց մասին բավական ծավալուն խոսեցի, ամփոփվում են մեկ բառի մեջ, մենք այդ բառի մասին մեկ անգամ սիրո թեմայով խոսել ենք։ Դա կոչվում է ագապե։ Քրիստոնեական լեզվամտածողության մեջ ագապեն այն սերն է, որը դիմացինին տալիս է եւ դիմացինից ստանում է փոխադարձ զգացմունքը։ Սերը։ Զգացմունքը կարող է լինել սերը ես զգացմունք բառի մեջ չեմ սիրում ամփոփել, փոխադարձ սերը։ Եվ այլ կերպ ասած դա մեր բառապաշարում կոչվում է նվիրում, նվիրվածություն եւ հարգանքի եւ սիրո այս համախառն միավորում։ Շատ շնորհակալ եմ Տեր Հուսիկ, այսօրվա շատ հետաքրքիր, կարևոր անչափ թեմայի զրույցին։ Սիրով ինձ թվում է թեման այնպեսին է, որ ինքը իրեն չի սպառել, մենք դեռ շատ ծալքեր կարող ենք բացահայտել, շատ հարցերին ուղղակի այսպես հպանցիկ անդրադարձ կատարեցինք, ու մեր առաջիկա հանդիպումներին անպայման ունենալու ենք թեմաներ, որոնք ավելի խորքային անդրադարձ կկատարեն ընտանեկան տարբեր նրբությունների։ Անպայման կխոսենք ամուսնալուծությունների մասին էլ։ Այո։ Կխոսենք երեխաներ ունենալու մասին, կխոսենք արհեստական բեղմնավորման մասին, կխոսենք սեռականության, սեքսի մասին եւ բազմաթիվ այլ թեմաներ, որոնք առնչվում են։ Սիրելի ունկնդիրներ, եթե ձեր մոտ նոր ինչ-որ թեմաների քեր են առաջանում, հատկապես իստում է շատ կիսուր զոքանշտեր իմ ասածներից հետո այսօր շատ կզանգեն ռադիո բողոքելու, թե այս քահանան ինչ է մեր ընտանիքների, մեր ավտորիտար ռեժիմը քանդում։ Մենք լավ կարծիք ունենք քահանաների մասին։ Սիրելի ունկնդիրներ, ձեզ հետ էինք եթերում ես Հայկուի Դանիելյանս եւ Տեր Հուսիկ Քահանա Սարգսյանը։ Այսօր զրուցում էինք ընտանիքի մասին։ Լսիր ժողովուրդ հաղորդաշարի եթերում։ Մենք ձեզ հետ ենք ամեն երկուշաբթի 10:15 եւ Կիրակի օրը կրկնությունը ժամը 13-ին։ Եվ սպասում ենք նաեւ ձեր առաջարկներին, հարցերին եւ բողոքներին։ Ինչպես այսօրվանից ակնկալում ենք նաեւ բողոքներին։ Աստված թողորնի մեր հայ ընտանիքները, մեր հայ նորապսակ եւ հնապսակ զույգերին եւ բոլորիդ առհասարակ։ Ձեզ սիրուն եւ լավ օր ենք մաղթում։ Աստված օրհնի բոլորիդ։ Հաջողություն։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Միացեք մեզ յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10:15-ին եւ Կիրակի ժամը 13-ին։ Սիրով ձեզ ենք սպասում։ Եթերում էր Հայաստան ձայնասփյուռի լսիր ժողովուրդ հայտագիրը։